Աստորեն ամեն օծի ասած պետք չէ լուրջ ընդունել եւ հավատալ։ Այդ փողոց անցնելը եւս մեկ անգամ մենք պետք է սովորենք։ Այդ խորհրդային տարածքում թվային տեխնոլոգիաները զարգացան սրընթաց։ Ամբողջ հարցը նրանում է, թե ինչ ենք մենք ուզում մեդիայից ստանալ։ 46% հավանականությամբ կմխրճվի լուսնի մեջ։ Ոչ թե ատելության խոսք գեներացնի, ոչ թե փորձի TikTok-ում անverջ սկրոլ անի։ Ունենք տարբեր պետական գերատեսչությունների էլեկտրոնային համակարգեր։ Դպրոցներում օր առաջ պետք է ներդրվի մեդիա գրագիտությունը։ Ժամանակակից աշխարհում մենք ապրում ենք մեդիա իրականության մեջ։ Ես Արման եմ եւ կրթությունն այսօր ոդկասթի շրջանակներում կզրուցենք մեդիա գրագիտության մասին։ Անի առաջարկում եմ մեր զրույցը սկսել հենց մեդիա գրագիտության սահմանումով։ Ինչ է մեդիա գրագիտությունը։ Ողջույն։ Որպես այդպիսին Արման, մեդիա գրագիտությունը չունի դասական սահմանում, այստեղ պետք է պարզապես հիշենք, որ այն տեխնիկական հմտությունների մասին չի, այսինքն դու չես կարող անգիր անել ինչ-որ մի բան ու դա քեզ համար դառնա մեդիա հմտություն, այլ սա հմտությունների ու գիտելիքների այն ամբողջությունն է, որը մեզ թույլ է տալիս կարողանալ որոնել տեղեկատվությունը, դրան վերաբերվել քննադատաբար ու իհարկե նաև ստեղծել մեդիա կոնտենտ։ Շատ լավ, այսինքն կարելի է հետևություն անել, որ մեդիա գրագիտությունը դարձել է օրվա հրամայական եւ այն մարդիկ, ովքեր չեն տիրապետում մեդիա գործիքներին, իրենք դիցուք խոցելի են։ Բնականաբար ես կասեի, որ մեդիա գրագիտությունը հիմա դարձել է կենսական անհրաժեշտություն, որովհետև մեդիայի զարգացմանը հատկապես վերջին 10-15 տարիների ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչ տեմպի արագությամբ են զարգանում նաև մեդիա վտանգները ու մեդիա խաբեությունները։ Եվ եթե դու չես տիրապետում որոշակի գործիքակազմին, ինչպես ճիշտ օգտվել մեդիայից, բնականաբար դու դառնում ես թիրախ տարբեր խաբեությունների եւ տարբեր վտանգների համար։ Բայց նաև այս մետաղադրամը ունի իր հակառակ կողմը, մեդիան շատ է զարգացել եւ մենք շատ արագ ենք իմանում աշխարհի թեկուզ մյուս ծայրում ինչ է կատարվում, վայրկյանների ընթացքում մենք իմանում ենք նույն այս վերջին ժամանակներս ես մի նյութ կարդացի ըստ բրիտանացի գիտնականների եւ արհեստական բանականության վերջին մոդելների հաշվարկի ուրեմն Apophis աստերոիդը 2032 թվականին 46% հավանականությամբ կմխրճվի լուսնի մեջ եւ հնարավոր է ինչ որ մասնիկներ նույնիսկ կան երկրագնդի վրա, նույնիսկ խոսվում է, որ լուսինը իր ուղեծրից դուրս կգա եւ շատ արագ տեմպերով, այսպես ասած, ընդամենը տիեզերական մակարդակի արագ տեմպերով 10-15 հազար տարվա ընթացքում հնարավոր է մենք այլևս չունենանք բնական արբանյակ։ Հիմա սիրելի հետևորդներ, փորձենք հասկանալ Արմանը հենց նոր, ինչպես Արտեն ինքը նշեց, շատ կարևոր ինֆորմացիա տվեց, այն առումով, որ աշխարհի ցանկացած ծայրում տեղի ունեցողը մենք վայրկյանների ընթացքում կարող ենք իմանալ։ Բայց հիմա փորձենք հասկանալ, թե տրված տեղեկատվության մեջ ճշմարտության քանի տոկոս կար եւ Արման հասկանանք, թե ինչու է այս ինֆորմացիան շատ օրինակ արագ տարածվում եւ ինչի մարդիկ հակված են հավատալու։ Նախ այստեղ մի քանի կետ կա, որի վրա դուք պետք է ուշադրություն դարձնեք։ Առաջի հերթին այստեղ ձեզ գրավում է բրիտանացի գիտնականները, այսինքն երբ դուք իմանում եք հստակ մարդու կամ խմբավորման անուն, դա ձեզ արդեն տալիս է այն պահը, որ այստեղ կար ինչ-որ ճշմարտացիություն։ Այո, ուղղակի մի փոքր այսպես ինտերնետում տարածված ձևաչափ է բրիտանացի գիտնականները։ Անդադ շահարկում է կարծես թե վերջին տարիներին։ Բացի դրանից որ անդադ շահարկում է, հավանաբար դու չգիտես, անի բրիտանացի գիտնականներ բացահայտումով կամ բրիտանացի գիտնականների պարզաբանմամբ երբ որ սկսվում են, իրենք հիմնականում մեմ տեքստերն են եւ համացանցում շատ է տարածված։ Իմ տեսակետը ասեմ, դե բնականաբար ազնվորեն ես խոստովանում եմ, հարգելի հետևորդներ, սա fake news է եւ բնականաբար 2032 թվականին մեր բնական արբանյակին Apophis աստերոիդը չի մխրճվի ու միանգամից ուզում եմ քո բարձրացած հարցին եւս անդրադառնալ անի հիշում ես 2012 թվականին մի լուր էր տարածում համացանցում որ ըստ մայաների կանխագուշակման 2012 թվականին աշխարհի վերջն է, այսինքն մայաները հաշվել էին իրենց օրացույցով 2012 թվականից հետո այլևս տարեթիվ չկար եւ
հոլիվուդյան կինոինդուստրիան այս միտքը վերցրեց, սրան գումարեց տարբեր կուլտուրաների, տարբեր մշակույթների աշխարհի վերջի հետ կապված լեգենդները եւ ստացավ մի պրոդուկտ, հենց ֆիլմի անունը 2012 էր եւ բոլորս անհամբեր սպասում ենք, որ 2012 թվականի դե բնականաբար ոչ ոք չէր ուզում, որ աշխարհի վերջը գար, բայց ինչ է լինելու 2012 թվականի դեկտեմբերի 21-ից հետո։ Հիշում եմ նաև, որ ասում ենք դեկտեմբերի 21-ին արևը այլևս դուրս չի գալու, այսինքն տոտալ խավարում կլինի։ Այո, դեկտեմբերի 21-ը, ինչպես գիտեք, ձմեռային գիշերը հավասարի օրն է եւ հենց դեկտեմբերի 21-ից երբ որ օրերը սկսում են երկարել, նաև այդ ամսաթիվն էին վերցրել կենտրոնում որպես այն կետը, որից հետո այլևս օրերը չեն երկարի։ Ամեն տարի օրերը դեկտեմբերի 21-ից հետո երկարում են, բայց 2012 թվականի դեկտեմբերի 21-ից հետո օրերը պետք է չերկարեին։ Հենց սա է, որ մարդկանց բնազդը միգուցե մենք սովորենք ավելի հեշտ հավատալ նեգատիվ նորություններին, սա է, որ կարող է ստիպել հասարակ օգտվողին, այսինքն կլինի դա դասական մեդիայից օգտվողին, կլինի դա ժամանակակից, այսպես ասած, սոցիալական ցանցերի, սոցիալական մեդիայից օգտվողներին, բացասական լուրը շատ հեշտ են ընկալում, կլանում եւ միանգամից արի խոսենք մեդիայի տեսակներից, որպեսզի ավելի բաց լինի եւ նույնիսկ մեզ դիտող այն քաղաքացիները, այն հետևորդները, ովքեր մեդիայի սահմանումը որպես այդպիսին գիտեն ոչ լրիվ, որտեղ նաև այդպիսի կարծիքներ կան հասարակության մեջ, մարդիկ շատ դեպքերում մեդիան դիտարկում են զուտ միայն սոցիալական մեդիայի տիրույթում կամ երիտասարդությունը հենց այդպես է դիտարկում։ Իսկ միջին եւ ավագ սերունդի համար մեդիան դա այո ԶԼՄ-ն է, դասական իրականում Արման, երբ մենք ասում ենք մեդիա, պետք է մի պարզ բան հասկանանք, որ մեդիան մեզ շրջապատում է ամենուր, ու դա նաև փողոցում հանդիպող պաստառներն են, սկսած դրանից, վերջացրած ինտերնետ, հեռուստատեսություն, ռադիո եւ սոցիալական կայքերը մասնավորապես շատ հիմա մեր կյանքում մեծ դերակատարություն ունեն։ Եվ այստեղ ամենակարևորը նաև է երբ մենք ասում ենք մեդիա, պետք է պարզապես հասկանանք, որ անգամ մեր զրույցը, որը մենք մեզ հետ այստեղ երրորդ մեկը լիներ, ու փոխանցեինք իրեն, դա արդեն կլիներ մեդիա։ Այսինքն գլոբալ առումով սա հաղորդակցությունն է, միայն մեդիայի ձևերն են փոփոխվում, եւ ինչքան ես տարբեր տարիքի մարդկանց հետ շփվել եմ, ես հատկապես շատ եմ շփվել դեռահասների հետ։ Դեռահասների մոտ, երբ ասում ես մեդիա, իրենք միանգամից մեդիան պատկերացնում են սոցհարտակները ու իրենց մոտ ավելի շատ դա TikTok-ն է, Instagram-ն է, Facebook-ն է։ Եվ այստեղ մենք պետք է ավելի շատ խոսենք ու հասկանանք, թե մեդիան ինչ մեդիա ռիսկեր կան, ու պետք է խոսենք նրանից, թե մեդիա ռիսկերը ինչպես պետք է հաղթահարվեն ու բնականաբար ինչ հնարավորություններ է մեզ տալիս մեդիան։ Սա այն հանգամանքով է պայմանավորված, որ ես խորապես համոզված եմ, որ դպրոցներում օր առաջ պետք է ներդրվի մեդիա գրագիտությունը, որպես առանձին առարկա։ Ինչ կարծիք ունես դու սրա մասին։ Դպրոցների հետ կապված միանշանակ կողմ եմ։ Ես այստեղ ուրիշ բան կառանձնացնեի, տես դու խոսեցիր մեդիա ռիսկերի մասին, եթե մեդիան մեզ շրջապատում է ամենտեղ, ուրեմն մեդիա ռիսկերն էլ մեզ պետք է շրջապատեն ամենտեղ եւ ցավոք սրտի մարդկությունը առաջի մեդիա ռիսկին մեդիա գրագիտության բացակայության պատճառով չկարողացավ դիմակայել։ Ես այսպես որ վերլուծում եմ, հենց երբ որ օծը խապեց Եվային եւ խապեության շնորհիվ այսպես ասած ստիպեց, որպեսզի Երևան փորձի այդ խնձորը, դա եւս մեդիայի եւ մեդիա գրագիտության պակասի դրսեւորում է, որ այո, եթե Ադամը օրինակ ավելի գրագետ լիներ, ինքը վստահաբար Եվայի խարդավանքներին չէր տրվի։ Այո, փաստորեն ամեն օծի ասած պետք չէ լուրջ ընդունել եւ հավատալ։ Հիմա նայ մեդիա ռիսկերի հետ կապված ես հիշում եմ 90-ականներին հատկապես խոսույթ էր տարածված, որ եթե դուք ունեք Zinger, գերմանական Zinger մագնիշի կարի մեքենա, ապա դուք շնորհավորում եմ ձեզ, դուք շատ մեծ կարողության տեր մարդ եք, եւ երբ որ
այդ ժամանակ խոսում էր, դա շատերի մոտ էր խոսվում, ես չէի հասկանում, թե լավ, ինչ է դրա մեջ, հետո ինձ բացատրեցին, որ կենտրոնական ծողը, որն որ պտտում է, մեխանիզմը ինքը պլատինից է եւ բնականաբար պլատինն էլ ինքը ոսկուց է թանկ է, շատ թանկարժեք էր եւ այստեղ արդեն բոլոր հարցերի պատասխանը կար։ Շատ հետագայում արդեն տարիներ անց, երբ որ ես բավականին մեծ էի, կարելի ասել դեռահաս էի, կամ չափահասության մոտ էի, դեռ չափահաս չէի, միտեղ կարդացի հայտարարություն, որ եթե դուք ունեք Zinger Magnish-ի կարի մեքենա, խնդրում եմ, մենք քնում ենք եւ խնդրում ենք փորձանմուշ ուղարկել, այսինքն պետք է ինչ որ գործիքով որոշակի մաս փոշի այդ ծողից հանենք եւ ուղարկենք իրենց, որպեսզի իրենք համապատասխան լաբորատոր հետազոտություն անեն եւ մոտավորապես 8000 կամ 10000 դրամ, եթե չեմ սխալվում, հետը պետք է ուղարկենք լաբորատոր ծախսեր որպես։ Դե բնականաբար ուղարկում էիր եւ կորում էին այդ մարդիկ, պատասխան չէր գալիս։ Ես այդ ժամանակ հասկացա, որ դա սովորական մեքենայություն է եւ ընդամենը այդ լեգենդը, որը պատտվում էր Zinger Magnish-ի կարի մեքենաների հետ կապված, ինքը դասական ծուղակ էր մարդկանցից, այսպես ասած, մեդիա ռիսկերի ամբողջ բույլը պարունակող, այնտեղ եւ phishing-ի գործոն կա, եւ fake news կա, ամեն ինչ կար մեջը։ Այն ժամանակ պարզապես մենք դրանց բնորոշումները առանձին չգիտեինք, այսպես ասված, չունեին իրենք որպես տերմինաբանություն կամ հստականուններ, պարզապես մեդիա դարաշրջանում արդեն երբ ոչ միայն տպագիր մամուլն է, այլ համացանցը, մենք արդեն արկա հանդիպում ենք դրա տարբեր դրսևորումներին, ու եթե մենք նայենք քո բերած օրինակին, ապա ինքը կարելի է համարել բավականին անվնաս որպես խաբեություն, այսպես ասենք։ Թե ինքը ֆինանսական հետևանքեր ունեն։ Այո, ֆինանսական հետևանքեր ունենում, բայց նաև մեդիա ռիսկերի կա շատ բազմաշերտ են մեդիա ռիսկերը եւ օրինակ պետք է հիշեցնեմ 1994 թվականին Ռուանդայում տուտսիների ցեղասպանության այդ դրվագը Եթե հիշում ես, այստեղ ատելության խոսքը, ցավոք ատելության խոսքը սարսափելի աստիճանի հասավ եւ դա արվում էր պետական մակարդակով, այսինքն ռադիո եւ հեռուստատեսություն եւ Մի րոպե, որպեսզի ավելի պարզ լինի, ես ինքս այդ դեպքին ծանոթ չեմ, Ռուանդայի պետությունը, այսինքն կառավարությունը Ռուանդայում բնակվող ցեղերին։ Այո, Արման, այստեղ տարբեր ցեղեր կային, հատկապես հուտաների կամ հուտուների, իրենց այդպես են կոչում, այս ցեղը մեծ մտավախություն ուներ, որ տուտսիները պետք է վերցնեին իշխանությունը, այսինքն այստեղ կար քաղաքական միտում նաև եւ ամբողջ հարցը տարվում էր այնտեղ, որ երիտասարդական շարժումներ կային, ովքեր այսպես անընդհատ ռադիոյով, հեռուստատեսությամբ ելույթ էին ունենում եւ ատելության խոսք էին գեներացնում տուտսիների հանդեպ եւ իրենց ցեղասպանությունը տևեց 100 օր եւ որոշ տվյալներով ասվում է, որ մինչեւ 800,000 տուտսիներ են ցեղասպանվել Եվ այստեղ մենք նորից տեսնում ենք շատ դասական ատելության խոսքը, որը գեներացվում էր եւ իդեպ մի հոդվածում գրված էր անգամ, որ այս ռադիո հաղորդումներում շատ կոնկրետ բառապաշարով են խոսել, որպեսի հուտուները խոսել են տուտսիների հանդեպ, որպեսի գեներացնեն ատելության խոսք ու օրինակի համար ցեղասպանություն անողները իրենց առանձնապես շատ մեղավոր չզգան, որ իրենք մարդ են սպանում, այլ զգան, որ երրորդ, չորրորդ կարգի ինչ-որ կենդանիների են իրենք վերացնում։ Եվ սա վառ օրինակ է, թե ինչ կարող է անել մեդիան քաղաքասարակության հետ, եթե այդ քաղաքասարակությունը, այսպես ասենք, անգրագետ է որոշ առումով կամ մեդիա գրագետ չի։ Բայց այստեղ ինձ թվում է միջազգային հանրությունը պետք է արձագանքեր, միջազգային արձագանքման գործիքակազմը չի աշխատել, որտեղ փաստացի երկրի ներսում եղել է քաղաքացիական պատերազմ։ Ես մեդիա գրագիտության պակասի մի ուրիշ դեպք հիշեցի, երբ 1900-ականների սկզբերին մարդիկ տարբեր ծանր քիմիական տարրերով լուծույթներ էին պատրաստում եւ հավատացած են, որ դա իրենց գեղեցկությունը կերկարացնի, երկարակյաց կլինեն, այնինչ գործնականում իրենք շատ շուտ մահանում էին եւ թունավորում էին իրենց օրգանիզմը եւ նաեւ
մասսայական մեդիայով, այսինքն ԶԼՄ-ներով, այն ժամանակ դե բնականաբար հեռուստատեսություն չկար, տպագիր մամուլ էր եւ ռադիոյով շատ տարածվում էին այդ ամենը եւ հենց մեդիակրագիտության պակասներ, որը կարող էր հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ լիներ, մահանալու պատճառ լիներ, բայց այդ ժամանակ մինչև նույնիսկ մեր դպրոցական ժամանակներ, ես սովորել եմ 1998-ից մինչև 2006 թվականը եւ մեր դպրոցական ժամանակները երբեք այդպես արդիական չի եղել, օրհասական չի եղել մեդիակրագիտության պակասի կամ մեդիակրագիտությունը առհասարակ չի էլ հոլովել։ Փաստացի մենք մի քանի օրինակ բերեցինք անհիշելի ժամանակներից 100 տարի առաջվանից 30 տարի առաջվանից, երբ որ մեդիակրագիտության բացը բերել են ծայրահեղ ցավալի հետևանքների, բայց մի տեսակ երբեք ինքը որպես խնդիր չի բարձրացվել։ Ինչ է փոխվել հիմա։ Ես որ նայում եմ իրականում հետ գնալով մենք պետք է փաստենք, որ մեդիան մեր կյանքում այնպես չի, որ վերջին 20 տարիներին է մուտք գործել, բայց եթե մենք հիմա նայենք արևմտյան երկրների փորձին, նաև սկանդինավյան երկրների փորձին, մեդիակրագիտությունը որպես դպրոցական բաղադրիչ այնտեղ շատ վաղուց է ներդրված եղել։ Եվ տարբեր երկրներում ինքը ներդրված է եղել որպես առարկաների մեջ ներդրված բաղադրիչ, օրինակ տարբեր առարկաների ժամանակ իրենք նաև այդ խոսել են քննադատական մտածողության մասին, որը մենք այսօր Հայաստանում շատ ենք լսում անդադ այդ եզրույթը կա քննադատական մտածողություն եւ վերջը հասկանանք սա ինչ է նշանակում։ Սա այն դեպքն է, երբ օրինակ պատմության դասերը չեն վերածվում լոկ թվականների եւ անուններ անգիր անելուն, այլ պետք է օրինակ այստեղ աշակերտին սովորեցնեն տալ հստակ հարցեր։ Ոչ թե տալիս են զուտ գիտելիքներ աշակերտին, այլ նաև աշակերտին օրինակ սովորեցնում են տարբերել քարոզչությունը, նույն պրոպագանդա ասված է, եւ օրինակ սովորեցնում են, թե պրոպագանդան ինչպես է զարգացել, հատկապես պատվաստումների հետ կապված։ Այստեղ մենք պետք է նշեմ հետխորհրդային երկիր լինելու պահը, որ խորհրդային ժամանակաշրջանում մեր կրթությունը եղել է բացարձակ ուղղահայաց, այսինքն ինչ է սա նշանակում։ Գիտելիքը շատ ուղիղ կերպով փոխանցվել է ուսուցչից աշակերտին, սովորողին, եւ դա եղել է վերարտադրման տարբերակ, այսինքն այնինչ աշակերտը լսել է ուսուցչից, այնինչ դա նկարտացել է դասագրքում, հաջորդ օրը ինքը անգիր արված տարբերակով դա աշակերտների մեջ ասած հետ է վերադարձել ուսուցչին, եւ բնականաբար այստեղ ինքը հարցեր չի տվել, որովհետև ընդունված չի եղել այս մեթոդը հարցեր տալու, ու բնականաբար քննադատական մտածողություն ձևավորված չի եղել։ Եվ հետ գալով մեր օրեր, հիմա տեսնում ենք, թե մեդիան ինչ կարգի է մարդկանց պրոպագանդում տարբեր երևույթներ եւ դու նշեցիր քիմիական ծանր նյութերի մասին, բայց այսօր եւս շատ կանայք, հատկապես կանայք պետք է նշեմ, տրվում են այն սադրանքներին, որ դուք տանը կարող եք պատրաստել դիմակներ եւ 10 տարով ջահելանալ։ Շատերը այս մեթոդին Ինձ թվում է դա սադրանքի ավելի շատ կայտակություն է, դա որ շատ արագ ժամանակում ստանան։ Այո, մեդիակրագիտության պակասն է, որովհետեւ չի կարող լինել նման բան, որ շատ արագ կերպով իրենք ստանան, օրինակ շատ երիտասարդ մարդ, այլ այն կոմպոնենտները, որոնք խառնում են, բնականաբար վնասում է մաշկին, բայց մենք մարդիկ առհասարակ մենք հակված ենք հավատալու, այսպես ասած, գրավիչ ինչ որ լուրերին, գրավիչ նորություններին, սա մեր բնույթի մեջ է դրված եւ հիմա ինչ է տեղի ունենում մեր դպրոցներում։ Դպրոցներում 23 թվականից հայաստանյան ներդրվեց թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություններ առարկան, որը այսպես ասած ինֆորմատիկայի եւ մեդիակրագիտության միքս կարելի է համարել, բայց խնդիրը այսքանով լուծված չի։ Համենայն դեպս իմ փոքրիկ դիտարկումների եւ հետազոտությունների արդյունքում ես շատ մեծ այսպես չեմ տեսել տոկոսային տարբերություն, թե օրինակ 23 թվականին, երբ փոքրիկ հետազոտություն էի անում Գյումրիի մի քանի դպրոցներում մեդիակրագիտության կտրվածքով, աշակերտների տված պատասխանները եւ հիմա համեմատում եմ 26 թվականին նույն դպրոցներում արված նմանատիպ հետազոտության հետ ու ընդամենը մի քանի տոկոսի աճ է այստեղ գրանցվում։
բայց տեսական եւ պրակտիկ մաս էլ կա այստեղ Արման, այսինքն տեսականում աշակերտը անգիր է արել, թե ինչ է fake news-ը։ Ինքը որոշ չափով կարող է սահմանել։ Ինքը երբ հարցնում ես ինչպես ես ճշտում ինֆորմացիան, ինքը դասական մի 2-3 անգիր արված տող ասում է։ Բայց երբ արդեն պրակտիկ գործողություն պետք է անես, այսինքն հստակ իրեն տալիս ես վարժություն կամ խաղ, ինքը դա չի կարող անել։ Այսինքն մենք այստեղ մեծ կտրվածք ունենք այն առումով, որ սովորում ենք տեսական մասը, բայց չենք հասնում գնալ պրակտիկայի հետևից։ Բացի դրանից հիմա, քանի որ նաև արհեստական բանականությունն է շատ արագ տեմպով զարգանում, կարծում եմ, որ պետք է նորից վերանայվի այս առարկայի կտրվածքով ու մեդիա գրագիտությունը միգուցե հարկավոր է ինտեգրել բոլոր առարկաների մեջ կամ անգամ լրիվ իրեն առանձնացնել, դարձնել առանձին մոդուլային ուսուցման տարբերակ, այսինքն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ մշակվի հստակ մոդուլային ծրագիր, որտեղ վերջին 6 ամիսների կտրվածքով մեդիայում տեղի ունեցող փոփոխությունները աշակերտները կսովորեն։ Անի, ես մի փոքր հակասություն եմ տեսնում քո խոսքի մեջ, քանի որ դու նշեցիր, որ մեդիան մեզ շրջապատում է եւ ամենուր է, այսպես չի կարելի, ինձ թվում է 6 ամիս հաճախականությամբ ինչ որ X ինֆորմացիա տա, դա էլ հղի է իր վտանգով, երեխան կարող է միայն տված ինֆորմացիայի շրջանակներում ընկալել մեդիան։ Ես կարող եմ մի հետևություն անել մեր խոսակցությունից, որ եկել է ժամանակը, որ մարդը անձնական հիգիենայի տարերի մեջ նաև պետք է ներառի մեդիա հիգիենան։ Այո, Արման, բայց այստեղ մի պահ ես քեզ քո խոսքի մեջ մի փոքր ուղղում անեմ, դες դու հակասության մասին խոսեցիր, բայց այստեղ մի կարևոր բան կա։ Ես 6 ամիս, դա այսպես ասեմ, յուրաքանչյուր կիսամյակ, եթե վերցնենք 4 ամսվա կտրվածքով դա կլինի, երբ որ մշակվում է կոնկրետ մոդուլը ու վերջին 4 ամիսների ընթացքում տեղի ունեցող մեդիա փոփոխություններն են այստեղ ներգրավում, տեղ գտնում, այսպես ասած, բայց այստեղ մեդիա գրագիտության ուսուցիչը նաև իր ուսումնական պլանից զատ կարող է նաև արագ արձագանքել։ Այսինքն, եթե 3 դիցուկ մենք ինչ-որ նորույթ ենք իմացել, ապա ինքը դա կարող է իր բանավոր խոսքում անգամ ասի, հաղորդի աշակերտին։ Իսկ հետ գալով արդեն անձնական հիգիենայի, մեդիա հիգիենայի պարագայում բնականաբար սա պետք է, բայց սա եւս հմտություն է, որը պետք է մենք ինքներս մեր մեջ զարգացնենք, բայց բնականաբար դրա համար մեզ ուղղորդող է պետք։ Սա նույն բանն է, ինչ մենք օրինակ երեխային սովորեցնում ենք փողոց անցնել, հիմա այդ փողոցը պետք է պատկերացնենք մեդիան։ Եվ մեծահասակների պարագայում այդ փողոց անցնելը եւս մեկ անգամ մենք պետք է սովորենք դա 0-ից։ Այստեղ պարզապես պետք է հասկանանք, թե մեխանիզմը որը պետք է լինի։ Ինձ թվում է մեդիա հիգիենան կամ տեղեկատվական հիգիենան մեր կյանքի մեջ կմտնի եւ կդառնա առօրյա միայն այն պարագայում, երբ որ հասարակության կողմից հստակ ընկալելի լինի, ինչպես սովորական հիգիենան, ասենք մարդը եթե ունի հագահիգենիկ տեսք կամ հագահիգենիկ պահեվազք, դա միանգամայն պարզավելի է հասարակության կողմից, բայց հագահիգենիկ մեդիա ընկալումներ կամ հագահիգենիկ տեղեկատվական դաշտում, երբ որ մարդը ապրում է, դա հասարակության կողմից միանշանակ ազդակ չի ստանում, քանի որ հասարակության մեծ մասը հիմա դրա մեջ է եւ դեռևս ես մոտ ապագայում չեմ տեսնում դրա լուծումները, ոչ հասարակական սեկտորում, ոչ պետական մոտեցում կա դրա հետ կապված, բայց ինքնին մեդիա հիգիենայի կամ տեղեկատվական հիգիենայի բացը իր մեջ առաջացնում են շատ ռիսկեր։ Ես ավելի շատ ուզում եի այդ ուղղությամբ մի փոքր տանենք մեր զրույցը, որտեվ ցավոք սրտի հայկական մենտալիտետը նաև այստեղ իր դերն է խաղում եւ շատ դեպքերում չի բարձրաձայնվում կամ չի խոսվում այն վտանգների կամ արտավոր երևույթների մասին, որը տեղի է ունենում եւ շրջապատում է մեզ ամենուր։ Հատկապես խոսելի են բնականաբար դպրոցահասակ երեխաները, պատանիները, որտեվ մեդիան, ինչպես ասացինք, դասականից արդեն թվային սոցիալական մեդիան շատ մեծ հնարավորություններ է տալիս, նաև մեծ ռիսկեր է տալիս եւ այսպես պատմական ընթացքը, որ նայում ենք, ինչի հենց մեդիա գրագիտությունը չէր ակցենտավորվում որպես դիսցիպլին, իսկ հիմա շատ է խոսում դրա մասին, որտեվ
մեդիա գործիքները նախկինում կառավարելի էին եւ նույնիսկ ԶԼՄ-ները ունեին վերահսկող մարմին, բայց համացանցային մեդիան գլոբալ առումով չի վերահսկվում։ Հիմա նույն կիբերբուլինգի մասին էի ուզում խոսային կամ ֆիշինգի մասին։ Մի փոքր կներկայացնես, ինչ է իրենից ներկայացնում կիբերբուլինգը, ինչպես պայքարել կիբերբուլինգի դեմ։ Կիբերբուլինգը ինչով է բուլինգից տարբերվում։ Բուլինգի պարագայում սա օրինակ 24 ժամյա բնույթ չի կրում, այլ բուլինգի դեպքերում հոգնեցիր գնացիր տուն այլևս ինչ որ մեկի չես թիրախավորում։ Այո, դու տեսնում ես։ Իսկ եթե post ես տեղադրում համացանցում այդ բուլինգը դու տեսնում ես դպրոցում օրինակ համատասարանցուդ կամ ասենք աշխատավայրում, որովհետև նաև ես շատ ուզում եմ որ մեր հետևորդներն իմանան, որ կիբերբուլինգի եւ բուլինգի մասին երբ խոսում ենք, սա չի ենթադրում միայն դպրոցահասակ երեխաների շրջանակում, այլ բնականաբար մեծահասակները եւս ենթարկվում են բուլինգի ու կիբերբուլինգի դրսևորմանը։ Եվ այստեղ եթե դու իրոք հոգնում ես 4 կամ 5 ժամվա ընթացքում, օրինակ մեկին թիրախավորելուց, իսկ այս պարագայում, երբ դու նստած ես համակարգչի կամ էկրանի մյուս կողմում, շատ ժամանակ անգամ առանց քո սեփական պրոֆիլի ես դա անում, այսինքն fake account-ով դու սկսում ես թիրախավորել մեկին ու դա կարող ես անել 24 ժամ անդադար։ Եվ այս պարագայում նաև քանի որ թիրախավորված անձը հիմնականում դա ստանում է ոչ այնքան մեկնաբանությունների տեսքով, ինչքան Messenger հավելվածում է նամակներ ստանում եւ ոչ բոլորն են այդ նամակները տեսնում, ինքը մնում է մենակ իր խնդրի հետ։ Այստեղ շատ կարևոր է նաև բոլորին տեղ հասնել այն գաղափարը, որ եթե դուք ենթարկվում եք պարբերաբար բնույթ կրող, օրինակ վատ, չգիտեմ, բառապաշարով համեմված ինչ որ խրատների, այսպես ասած, կամ ձեզ կոնկրետ վախեցնում են, ինչ որ պահանջներ ունեն ձեզնից, դուք պետք է կարողանաք սա բարձրաձայնել։ Գտնեք այն մարդկանց, ովքեր պատրաստ են ձեզ լսել։ Դեռահասների երեխաների պարագայում շատ ժամանակ գիտեմ, որ իրենք կոմպլեքսավորվում են ծնողների հետ խոսել, բայց այս պարագայում հարգելի ծնողներ, հատկապես դուք սովորեցրեք երեխային, որ կարող է օրինակ մանկավարժին դիմել կամ կարող է իր ավագ ընկերոջը դիմել, բայց այս հարցը պետք է անպայման բարձրացվի եւ ոչ մի պարագայում երեխան չպետք է մտածի, որ ինքը մենակ է աշխարհում։ Երեխան չպետք է մտածի, որ անպատժելիություն կա եւ իրեն այդ չափ ծանր հոգեվիճակում դնող անձը կամ անձինք չեն հայտնաբերվելու։ Սա շատ կարևոր է։ Իսկ առհասարակ միայն այստեղ կիբերբուլինգի խնդիրը չէ։ Կիբերբուլինգը դրանից զատ կա նաև ատելության խոսքի տարածում եւ այդ ատելության խոսքի գեներացումն ու տարածումը մենք սոցհարտակներում հատկապես շատ ենք տեսնում, հատկապես տեսնում ենք կին գործիչների հանդեպ, տեսնում ենք հիմա նաև շատ ակտուալ է այսպես ասած հարձակումները դպրոցների եւ մանկավարժների վրա, այսինքն ինչ որ միտեղ տեղի է ունենում ենթադրյալ, այսպես ասած վատ վերաբերմունք երեխայի հանդեպ, միանգամից թիրախավորվում է տվյալ դպրոցը կամ ասենք մանկավարժը ու դա ձնակնդի էֆեկտ ստանալով գնում է առաջ։ Այս ատելության խոսքը ինչի է շատ տարածվում, որովհետև մենք հակված ենք առհասարակ առանց ստուգելու եւ առանց պարզելու թե արդյոք տվյալ անձը ինչ որ մեղք է գործել կամ մեղք չի գործել, թիրախավորել։ Ու երբ տեսնում ենք հատկապես մեր պատկերացրած որոշ հեղինակություն կրող մարդիկ երբ կոմենտներ են թողնում ինչ որ անձի հանդեպ, մենք եւս ակամայից տրվում ենք այդ սադրանքին ու կարող ենք մենք էլ օրինակ թողնենք մեկնաբանություն։ Դրանից զատ կա նաև օրինակ անձնական տվյալների պաշտպանությունը։ Շատ ժամանակ ես տեսնում եմ Facebook-յան հարտակում, երբ մարդիկ հեռախոսահամար են հարցնում այս կամ այն մասնագետի, լրագրողի եւ բաց հեռախոսահամարը տեղադրվում է։ Շատ ժամանակ այդ հեռախոսահամարը մարդու անձնական համարն է, այս աշխատանքային համար չի։ Կամ կարող է հարցնեն այսինչ մարդը որտեղ է աշխատում եւ բաց դա գրվում է, որ այո, այս մարդը աշխատում է այս հասցեով։ Սա եւս վտանգ է ներկայացնում, քանի որ եթե դու չգիտես ով է հարցնողը, ինչ նպատակով է հարցնում, եւ եթե դուք չեք ստացել տվյալ անձի թույլտվությունը, դուք ոչ մի պարագայում չպետք է փոխանցեք իրեն պատկանող տեղեկատվությունը երրորդ անձի։ Կուզեմ խոսել նաև ծնողների եւ ուսուցիչների կողմից գործարկվող Viber-ի կամ WhatsApp-ի խմբերի մասին, որտեղ
թվում է, թե շատ անմեղ զրույցներ են վարվում, դասերի տեղ են հարցնում ծնողները կամ ուսուցիչը գրում է, թե ինչ է հանձնարարված, բայց երբ բացում ես, նաև շատ ժամանակ ականատես ես լինում, թե ինչպես ուսուցիչը թիրախավորված գրում է 1-2 երեխայի անուն, մատնանշելով, որ այսօր իրենք դասին իրենց լավ չեն պահել, այս աշակերտից բողոքում է մաթեմատիկայի ուսուցիչը, այն աշակերտը կոտրել է պատուհանը եւ այլն։ Թվում է, թե այս խումբը փակ խումբ է, բայց շատ կարևոր է նաև այն առումով, որ մեդիա հիգիենան սրան էլ է վերաբերվում։ Եվ ով է ասել, որ ես իրավունք ունեմ որպես ծնող իմանալ, թե իմ երեխայի դասարանի որոշ աշակերտներ անվանական ինչ են արել կամ ինչ կետից են իրենք թույլ կամ ինչ հաջողություններ ունեն։ Կարծում եմ սա էլ է շատ կարևոր մեդիա ռիսկ։ Ֆիշինգի մասին մենք մի թեթև ակնարկեցինք եւ ֆիշինգին ավելի շատ զոհ են գնում տարիքով մեծահասակները։ Իրենք ավելի շուտ են տրվում խաբեությանը։ Դեռահասների եւ երիտասարդների պարագայում մեդիա վտանգները մեկ ամբողջություն են, ավագ սերունդի ներկայացուցիչների համար ավելի շատ դա հենց ֆիշինգին ենթարկվելն է եւ նաեւ բնականաբար fake news-ին հավատալն է։ Անի, գիտես, երբ դու խոսում ես, ես մի մտքի եկա, ինչի է օրինակ հենց խոսքից սկզբին անդրադառնամ, կիբերբուլինգը հիմա ակտուալ, հավանաբար խնդիրը նրանում է, որ մենք արդեն սկսել ենք ապրել նաև ավելի շատ ժամանակ անցկացնել թվային աշխարհում եւ երբ որ մեր օրվա X ժամանակ մենք տրամադրում ենք թվային աշխարհին, սոցիալական ցանցերին, սոցիալական հարթակում ենք, մեզ թիրախավորելու կամ խոցելու համար պետք է ինչ որ մարդիկ արդեն տվյալ միջավայրում օգտագործող գործիքակազմից օգտվեն։ Հավանաբար խնդիրը հենց դրանում է։ Ես օրինակ կիբերբուլինգին հակազդելու համար լավագույն միջոցը ուղղակի գտնում եմ, որ պետք է համացանցից դուրս գաս, ասենք, չգիտեմ, ռեաբիլիտացիոն ցիկլ անցնես, 1 ամիս, 2 ամիս, չգիտեմ, 1 տարի չլինես այդ միջավայրում, եւ այդ ամենը քո վրա ուղղակի այլևս չի կարող ազդել, որտեղ դու չկաս այդ միջավայրում։ Ճիշտ է, ածանցյալ ձև քեզ կարող է կպնել, այսինքն մարդիկ, ովքեր քեզ շրջապատում են, իրենք այնուամենայնիվ այդ միջավայրի մեջ են, բայց ուղիղ քո վրա արդեն չի կարող ազդել։ Ատելության խոսքի հետ կապված ցավոք սրտի 21-րդ դարի պրոբլեմն է ամբողջ աշխարհում ատելության խոսքը եւ դա միայն հայկական միջավայրին չէ բնորոշ, ուղղակի մեզ համար մի փոքր զարմանալի էր, որտեվ ամբողջ աշխարհում թվային տեխնոլոգիաները զարգանում են համաչափ։ Հետխորհրդային տարածքում թվային տեխնոլոգիաները զարգացան սրընթաց, որտեվ շատ հեռուստադիտողներ հիմա ժպիտով քիշեն, բայց 90-ականների վերջը, 2000-ականների սկզբեր մենք ասում էինք համակարգիչ այն սարքավորմանը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ եվրոպական երկրներում կամ Ճապոնիայում օգտագործում էին 80-ականների սկզբից եւ համակարգիչ մենք որպես այդպիսի սկսեցինք օգտագործել 2000-ականների կեսերից շատ ակտիվ եւ այդ բացը մենք շատ ակտիվ լրացրեցինք, բայց ճիշտ օգտվել եւ իր հետ գալացող ռիսկերը ճիշտ գնահատել չկարողացանք, չսովորեցինք եւ նաեւ ինձ թվում է համապատասխան մասնագետներ չունենք, որ կարողանանք այդ մարտահրավերին ժամանակին դիմակայել։ Ինչ վերաբերվում է անձնական տվյալների ասել կամ չասելուն կամ հանրայնացնել չհանրայնացնելու, ինձ թվում է այստեղ մեր ազգային մենտալիտետն է խոսում, բայց հարգելի հետևորդներ, բերեք վերջացնենք այդ բոլորը մեր բարեկամներն են, բոլորը մեր ընկերներ են, ցավոք սրտի հայ ազգի մեջ նույնպես կա, այսպես ասած, տագանքը եւ հայի մեջ էլ կարող են լինել մարդիկ, ովքեր չունենան բարի մղումներ, այդ հայկական մենտալիտետն է խոսում, երբ որ քեզանից ինչ-որ բան են հարցնում, նույն դրսում երբ որ հարցնում են, շատ դեպքերում միանգամից պատասխանում ես, չմտածելով դրա հետևանքների մասին, հենց այս մեր միտքը այնպես է կառուցված, որ հայն է հարցնում, արդեն իսկ որոշակի ֆիլտր է անցնում,
կարելի է իրեն, չգիտեմ, ինչ որ X բան վստահեցնել, բայց միթե նույնականացում է արդյոք այդ մարդը, որ էկրանի հետևում է կամ այդ արդեն իսկ բոթը, որ նոր էկրանի հետևում է, հայ է կամ ընդհանրապես հայերի հետ կապ ունեն։ Դա կոչվում է հիբրիդային պատերազմ շատ դեպքերում, ուզում եմ սահուն նաև հիբրիդային պատերազմի անցնել եւ նույն ապատեղեկատվությունը, fake news ասվածը, նույն ատելության խոսքի գեներացումը, նույն անձնական տվյալների արտահոսքը, դրանք հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ տարրերից են եւ հիմա 21-րդ դարում հիբրիդային պատերազմը կարող է պետությանը կամ հասարակությանը շատ ավելի մեծ վնաս տալ, քան իրական պատերազմը, եւ հիբրիդային պատերազմի դրսևորումները հատկապես ակտիվացան օրինակ Հայաստանում 20 թվականից 44-րդ պատերազմից հետո եւ առ այսօր հիբրիդային պատերազմի տարբեր դրսևորումներ ենք մենք տեսնում, ինչպես ներդրվում է մեր հասարակության մեջ, մեր սոցիալական տիրույթում մտքեր, թեզեր, որոնք թվում է թե հայկական են, բայց երբ որ խորանում ես, հասկանում ես, որ դա թսի նարատիվներ են, որոնք ընդամենը ներդրվել են պառակտելու կամ որոշակի լարվածություններ մտցնելու տարբեր հասարակական շերտերի մեջ, հասարակության տարբեր շերտերի մեջ։ Այստեղ շատ կարևոր է մենք հասկանանք արդյոք այդ ինֆորմացիան, մեդիա կոնտենտը, որը մենք տեսնում ենք, որն է իր շարժառիթը։ Սա ինձ թվում է առաջին, այսպես ասող, զտիչ գործիքը պետք է լինի, որ երբ որ ինչ-որ բան կարդում ենք կամ տեսնում ենք կամ լսում ենք, պետք է հասկանանք շարժառիթը որն է այդ ինֆորմացիայի մեզ հասցնելու։ Արման, սա շատ կարևոր է, այստեղ մի նյուանս կա։ Ես էլի պետք է հիշեցնեմ մեր զրույցի սկզբնամասում, երբ խոսեցինք քննադատական մտածողության մասին։ Մենք երկար տարիներ չենք տիրապետել այս հմտությանը, հարցեր տալու հմտությանը։ Հենց այս տաղավարում քո հյուրերից մեկը մի միտք ասեց, որը իմ մեջ տպավորվել է եւ ես խորապես համաձայն եմ իր հետ։ Այդ քննադատական մտածելակերպը ես ինքս էլ չեմ ընդունում։ Հյուրը ինչ ասեց, ասեց մեր սերունդի մեջ պետք է ոչ թե ներտնենք քննադատական մտածելակերպը, այլ վերլուծելու ունակությունը պետք է զարգացնենք։ Հենց իմ ասածը դրա մեջ է, երբ որ ինչ-որ բան մեզ մատուցվում է, պետք է առաջինը հասկանանք շարժառիթը, ով է մատուցում եւ ինչ շարժառիթով։ Երբ որ մենք հասկանում ենք, որ ստուգված լրատվամիջոց չէ, այդ ինֆորմացիա մատուցողը, դա արդեն իսկ մեզ ստիպում է այլ տեսանկյունից նայել այդ ինֆորմացիային։ Իսկ երբ որ արդեն այդ կողմից ես նայում, դու հասկանում ես, որ քեզ ուզում են ուղղակի մոլորեցնել կամ տրամադրել ինչ որ մարդկանց կամ ինչ որ երևույթների նկատմամբ։ Հատկապես դա սրվում է ինչ որ ընտրական process-ների ժամանակ եւ հենց հիբրիդային պատերազմի էլեմենտները ամբողջ աշխարհում այդպես նկատվում են ընտրական կամ այլ process-ների ժամանակ, որը massայական հետաքրքրություն է առաջացնում։ Չմոռանանք նաև այս պահի դրությամբ Իրան, Իսրայել, Ռուսաստան, Ուկրաինա, արդեն ավելի խոշոր խաղացողների պարագայում չտեղայնացնենք միայն հայաստանյան մակարդակին եւ այստեղ էլի մենք տեսնում ենք, որ բոլորովին վերջերս օրեր առաջ Պենտագոնից կարծես թե բավականին լուրջ փաստաթղթեր են հրապարակվում, տարածվում, որտեղ բացահայտվում են ՉԹՕ-ները եւ այնտեղ ասվում է, որ բոլոր լուսանկարները, որոնք դուք տեսնում եք, իրական մարդկանց հետ զրույցի ժամանակ դուրս բերված, պրոյեկտված նկարներ են։ Եվ շատ ակտուալ էր այս թեման, հիշում եմ իմ փոքր ժամանակ 90-ականներից մինչև 2000-ականների սկիզբ, կար վախի մթնոլորտ, եւ հիմա կարծես նույնն է կրկնվում։ Այսինքն մի րոպե անի, ես չհասկացա, հիմա Պենտագոնը ապատեղեկատվություն է տարածում, թե Պենտագոնի տարածած տեղեկատվությունը ինքը ճիշտ է։ Ամեն դեպքում, մինչ այս պահը մենք չունենք ֆիքսված ոչ մի գիտականորեն ապացուցված փաստարկ, որ գոյություն ունեն այլ մոլորակայիններ, այլ
ամեն դեպքում լավ, արի իսկապես հասկանանք, պաշտոնական տեղեկատվություններ տա։ Ինչ կանով որ ես գիտեմ, հենց Պենտագոնի հրապարակած փաստաթղթերն են։ Ինքը այնքանով է, այսպես ասած, ճիշտ լրատվություն, որ նշվում է բոլոր նկարները, որոնք որ դուք տեսնում եք, զրույցի ընթացքում, այսպես ասած, գծագրված մարդկանց զրույցների ընթացքում դուրս բերված մոտավոր տեսքով մենք պրոյեկտել ենք, կարող է լիներ օրինակ կլոր կամ չգիտեմ։ Բայց այսինքն պատահականություն է, որ հենց այս ժամանակահատվածում է։ Կարծում եմ ոչ, որովհետև մարդկությունը առհասարակ հակված է հավատալ տարօրինակ, վախ ներշնչող, մեզ դժվար հասանելի ինֆորմացիային։ Եվ նույնն էլ կարող եմ ասեմ բոլորովին վերջերս կարծեմ 4-5 օր առաջ տարածված այն տեղեկատվությունը, որ տարածվում է հանտավիրուսը, այն լայների հետ կապված, որը գրեթե, չգիտեմ, այս պահի դրությամբ էլ երևի ինքը ինչ որ տարածք չի հասել, կամ միգուցե հասել է եւ այսօր կարծեմ աչքիս ընկավ մի տեղ, որ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում արդեն հայտնաբերվել են քաղաքացիներ, ովքեր հանտավիրուսով են վարակված։ Ճիշտ է, մի կողմից մեզ ասում են, որ ինքը շատ վտանգավոր չի եւ COVID-ի նման արագ չի տարածվի, մյուս կողմից ելի այդ վախի թեթև գիծը գնում է, հատկապես արդեն COVID անցած հասարակությունը մեծ վախ ունի, բայց այն կարծիքով արվում է պրոպագանդայի տեսանկյունից, այսինքն կարևոր աշխարհաքաղաքական թեմաներից լայն հասարակությանը շեղելու համար։ Մեզ տալիս են մի վախ, մյուս վախից շեղելու համար։ Եվ հենց այստեղ եթե մենք այդքան էլ պատրաստ չենք հարցեր տալ, պեղել, գտնել ճշմարտությունը, բնականաբար մենք էլի կընկնենք հերթական տագնապների ու վախերի մեջ, ինչպես մեզ հետ եղավ 20 թվականին COVID-ով պայմանավորված ու բնականաբար արդեն 44-օրյա պատերազմի դեպքերի հետ կապված։ Տես, COVID-ը ես մինչև հիմա մարդ գիտեմ, որ իրոք հավատում է, որ COVID չկար եւ այդ ամենը չի բավարարելու կամ չգիտեմ ինչ որ տվյալներ հավաքելու կամ էլ մեր վրա դեղորայք փորձելու արդյունք էր եւ COVID չկար, այնինչ հստակ է, որ միլիոնավոր մարդիկ մահացան եւ հանտավիրուսի մասով կարող եմ ասել, որ Իսպանիան ընդունեց այդ նավը Եվ հիմա 6 ամիս, եթե չեմ սխալվում, կարանտինի մեջ պետք է լինեն այդ մարդիկ։ Ինքը իրենից իրականում վտանգ չի ներկայացնում, պանդեմիա չի կարող լինել, որտեվ մոտիկ շփումով է փոխանցվում հիվանդությունը, այսինքն դասական օդակատիլային ճանապարհով ինքը չի փոխանցվում պացիենտից պացիենտ, ինչի հատկապես մեծ աղմուկ բարձրացեց հանտավիրուսը, Հանտավիրուսին անդրադարձել էին դեռևս 25-30 տարի առաջ Գաղտնի նյութեր հեռուստասերիալում, ես գիտեմ, որ դու վառ երկրպագու ես այդ հեռուստասերիալի։ Եթե մեր չգիտեն, ես արդեն 30 տարի նայում եմ սերիալը, Գաղտնի նյութերին են, այո, Գաղտնի նյութերում էին անդրադարձել այդ հանտավիրուսին, բայց փաստացի 30 տարվա մեջ առանձնապես բան չէր փոխվել, որտեվ կարծեմ կրծողներից է սկսվում այդ վիրուսը եւ փոխանցվում է մարդկանց։ Տես, ես համաձայն եմ, որ հնարավոր է ինչ որ X ուշադրություն շեղելու համար դա լինի, բայց այն որ փաստ է, որ արդեն մարդ է մեռել, մահացել, այն որ հանտավիրուսից նկատի ունի։ Այո, հանտավիրուսից մահացել են 3 մարդ արդեն, հենց առաջի հիվանդը, դա թռչուններ ուսումնասիրող գիտնականն է, ով որ հենց Արգենտինա գնացել էր այդ պատճառով եւ 2 Գերմանիայի քաղաքացի, եթե ես չեմ սխալվում, զույգ եղել, ամուսնական զույգ, ավագ սերունդի, իրենք նույնպես մահացել են, այսինքն այս պահին կա 3 դեպք մահի գրանցված, բայց ուզում եմ ասել, որ այդ դեպքերը բոլորը եղել են նույն նավի մեջ։ Հիմա հանտավիրուսի դեպքը փաստացի կա, ինքը fake news չէ, այստեղ հարցը այն է, թե արդյոք իր մասշտաբները այնքան են
ինչքան որ ներկայացնում։ Հարցային է մեզ ինչպես կհրամցնեն այս նորությունները եւ ինչքանով մենք այդ Ես այստեղ ուզում եմ անդրադառնալ հենց մեդիա հնարավորություններին, որտեղ այստեղ չեմ տեսնում ինչ որ մի ուժի կամ մի բևեռի կամ մի աշխարհաքաղաքական դոմինանտության կողմից հրամցնելու փորձ, ես ավելի շատ տեսնում եմ հենց այդ մեդիա ընտանիքի կողմից գեներացող, այսինքն կոնկրետ ես հետևում եմ մի քանի YouTube-յան բլոգերների, իրենցից եմ այս ինֆորմացիան վերցրել, բայց ես հասկացա, որ իրենք ընդամենը օգտագործեցին այս hype-ը եւ նկարեցին վիդեո, որը կհետաքրքրի լայն հասարակության շերտին։ Իրենց նպատակը ոչ թե տեղեկացնելն էր, այլ իրենց նպատակը դիտումներ հավաքելն էր։ Եվ այստեղ կոնկրետ ինչ որ ուղղություն կամ կոնկրետ ինչ որ մարդու մեղադրել, որ ուռճացնում են հանտավիրուսը, ոչ, այստեղ ինձ թվում է ուղղակի մարդիկ հասկացել են, որ կարելի է այս ամենի վրա փող աշխատել, այս տեղեկատվական ալիքի վրա եւ իրենց տեսանյութերով նույնպես նպաստում են, որպեսզի այդ ալիքը բարձրանա։ Այստեղ Արման, մենք տեսնում ենք, որ մեդիա ռիսկերը եւ մեդիա հնարավորությունները իրենք նույն մակարդակում են շարժվում, պարզապես պետք է կարողանաս լինել այնքան մեդիա գրագետ, որ այդ ռիսկերը ճիշտ տարբերակես եւ հնարավորություններից է կարողանաս ճիշտ օգտվել։ Ամեն դեպքում ռիսկերից շատ խոսեցինք, բայց նաեւ չպետք է մոռանալ լայնածավալ այն հնարավորությունների մասին, որը մեդիան մեզ տալիս է այսօր, եւ դա կարող է լինել թե գումար աշխատելու հետ կապված, թե նաեւ ինքնակրթության հետ կապված։ Այսօր շատ լավ YouTube-յան ալիքներ կան, որտեղ անգամ ամենափոքր տարիքի երեխան կարող է գտնել ու նայել նյութ, որը իրեն միգուցե շատ ավելի մատչելի ու լավ կբացատրի դպրոցական առարկան կամ կպատմի հեքիաթ, եւ արդեն մեծահասակների պարագայում դու անդադ կարող ես գտնել համապատասխան կայքերը, որտեղ կզբաղվես քո ինքնազարգացմամբ։ Այսօր այդ հնարավորությունները կա, մեզ մնում է պարզապես տիրապետել լեզուների, տիրապետել մեդիա տեղեկատվությանը, կարողանալ ճիշտ դրանցից օգտվել։ Այսօր անգամ դու հեռակա կարող ես տանը նստած սովորել աշխարհի լավագույն համալսարաններում եւ ստանալ քո դիպլոմը։ Դու կարող ես մասնակցել տարբեր սեմինարների, վերապատրաստումների եւ մեկ քայլ առաջ գնաս քո մասնագիտության մեջ։ Շատ լավ հնարավորություններ է նաեւ տալիս ուսուցիչներին։ Եթե ուսուցիչը պատրաստ է շարժվել ինչ-որ ուղղությամբ, կարող է բավականին հետաքրքիր կայքեր գտնել, անգամ on-line գրատախտակներ գրել եւ դասը շատ ավելի հետաքրքիր դարձնել։ Ամբողջ հարցը նրանում է, թե ինչ ենք մենք ուզում մեդիայից ստանալ։ Պարզապես սկրոլ անել արագ էմոցիաների համար, թե զարգացնել մեր սեփական ուղեղը։ Մեդիա հնարավորություններից եթե խոսում ենք, ես հիշեցի ակամայից այն ժամանակահատվածը, երբ ես զբաղեցնում էի ակտիվ քաղաքասարակական դիրքորոշում եւ այսպես ակտիվ քաղաքասարակության անդամ էի 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ որ ինչ որ հավաք էր լինում կամ ինչ որ քննարկում էր լինում, այդ ամեն ինչը կազմակերպելու համար, հատկապես ակցիաների ժամանակ, պետք է ունենայր բոլոր մարդկանց հեռախոսահամարները։ Չկային հարթակներ, որտեղ կարող էիր բոլորին հավաքել։ Ճիշտ է, արդեն Facebook-ում օրինակ օգտահաշիվ ունեի ես, բայց շատ մարդիկ դեռևս Facebook-ի տեղն էլ չգիտեին անգամ։ Եվ ինչ որ բան կազմակերպելը շատ դժվար էր։ Հիմա դու ընդամենը մի հատ event ես դնում եւ շատ մարդիկ տեսնում են այդ event-ը, հատկապես այն մարդիկ, որոնք հետաքրքրված են կոնկրետ օրինակ քաղաքասարակության գործունեությամբ կամ ինչ որ քաղաքասարակական process-ներով են հետաքրքրված, ալգորիթմը իրենց դա շուտ ցույց կտա։ Այդ առումով մեդիա հնարավորությունները շատ են հեշտացրել մեր կյանքը։ Նաև որպես մեդիա հնարավորություն 15-20 տարի առաջ ինչ որ խնդրի բախվելու ժամանակ ինչ էինք անում, հիմա սարսափում եմ, որտեղ խնդիրը բարձրացնում էիր
7 սրբի տուրեր գնում եւ շատ դեպքերում խնդիրը ոչ էլ լուծվում էր, իսկ հիմա շատ հեշտ է, ընդհանրապես դու քո սոցիալական հարթակներից որևէ մեկում հրապարակում ես անում, եթե նկարն ես հրապարակում, եթե տեսանյութ ես հրապարակում, բարձրացնում ես խնդիրը եւ շատ դեպքերում պատգամ մարմինները այդ մակարդակով արդեն կարող են խնդրին ծանոթանալու կամ ունենք տարբեր պետական գերատեսչությունների էլեկտրոնային համակարգեր, դու ընդհանրապես տանից կարող ես միանգամից 12 նախարարությանը դիմում ուղարկես, այն ինչ որ նախկինում կարող էր տևել մեկ շաբաթ։ Այդ առումով մեդիան շատ է հեշտացրել մեր կյանքը եւ կյանքի ռիթմը նաեւ արագացրել է հենց այս գործիքակազմի ներդրմամբ։ Դեռևս 10-15 տարի առաջ շատ դժվար էր կանխատեսել, թե մեդիան ինչքան կզարգանա եւ ինչ հնարավորություններ կտա մեզ։ Այսօր եւս մտածում եմ, թե ինչպիսին կլինի մեդիան 5-10 տարի հետո, որտեղ կլինենք մենք, արդյոք կլինենք մեդիագրագետ, թե չէ։ Ըստ քեզ դու ունես օրինակ կանխատեսում, ինչպիսին կլինի մեդիա դաշտը 5 տարի հետո, ինչ հնարավորություններ կարող է տալ մեզ։ Ինչպիսին կլինի մեդիա դաշտը 5 կամ 10 տարի հետո, մի փոքր համարձակ է պատասխանել այն բառագայում, երբ որ մեդիա դաշտի ինչպիսի լինելը թելադրվում է դրսից եւ ցավոք սրտի Հայաստանը մեդիա ինդուստրիայում դեռևս գերակա դիրքեր չունի աշխարհում։ Իմ պատկերացմամբ կարող եմ կիսվել իմ տեսլականով։ Ես մտածում եմ, որ արհեստական բանականության ակտիվացմամբ հավանաբար կլինի ինչ-որ արհեստական բանականության մոդել, որը մարդկանց կդարձնի մեդիագրագետ, բայց ոչ թե մարդը մեդիագրագիտության հմտություններ կունենա, այլ այդ հավելվածը կլինի պարտադիր պայման։ Տես, մենք խոսեցինք տարբեր մեդիա ռիսկերից եւ մեդիա հնարավորություններից, բայց ես սովորական օգտվողի աչքերով եմ նայում եւ շատ մարդիկ այդքան ոչ ժամանակ ունենան, ոչ էլ տրամադրություն, որ նստեն ինչ-որ նոր իրենց համար նոր դաշտ բացահայտեն եւ նոր հմտություններ ձեռք բերեն։ Ավելի հեշտ կլինի, չգիտեմ, ամսական $20 բաժանորդագրումով մի հատ ունենաս on-line ասիստենտ, որը կֆիլտրի այն ամբողջ մեդիա կոնտենտը, որը դու ստանում ես, այսինքն մեդիա աղբը դրանից դուրս քանի, եւ նաեւ կառաջարկի քեզ մեդիա հնարավորություններ ըստ քո հմտությունների կամ ըստ քո բնակավայրի, ըստ այն ամեն ինչի, ինչ քեզ շրջապատում է։ Ես ավելի լավատեսորեն եմ տրամադրված։ Կներես, բայց իմ ասածի մեջ ինչը լավատես չէ։ Քո ասածի մեջ ես էլի գնացի հետ այն մտքին, որ ամեն դեպքում մենք էլի պրպտելու, հարցեր տալու, քննադատաբար մոտենալու, վերլուծելու ունակություններ չենք զարգացնի, որովհետև ինչ որ մեկը կամ ինչ որ մեկ հավելված մեր փոխարեն կանի, իսկ ես ավելի լավատեսորեն եմ մտածում ու պատկերացնում, ես տեսնում եմ հասարակություն, ով արդեն այնքան հասել է զարգացվածության այն մակարդակին, որ ոչ թե ատելության խոսք գեներացնի, ոչ թե փորձի TikTok-ում անverջ սկրոլ անի, այլ կգեներացնի որակյալ կոնտենտ, մեդիա կոնտենտ եւ բնականաբար կզբաղվի միայն ինքնակրթմամբ, ինքնազարգացմամբ, թերևս ես այդպիսին եմ տեսնում մեդիա դաշտն ու մեդիա ապագան։ Ես լիովին համաձայն եմ քո հետ, այդպես շատ լավ կլիներ, բայց խոսքը այստեղ այն մարդկանց մասին է, ովքեր ինչ որ հանգամանքներից ելնելով չեն կարող կամ չունեն հնարավորություն այդ հմտությունները ձեռք բերելու կամ սովորելու, քանի որ աշխարհում սոցիալական հավասարություն չկա, դու չես կարող այն ինչ որ տասնամյակներով են ներդրվում կրթական համակարգերում, դու չես կարող դա հասանելի դարձնել աշխարհի բոլոր ծայրերին։ Եվ միգուցե գալիք սերունդը, ասենք այն սերունդը, որը 2038 թվականին պետք է դպրոց գնա, իրենց կրթական համակարգի մեջ այդ ամեն ինչը ներդրած կլինի եւ երբ որ ինքը արդեն չափահաս հասակում մտավ, այսպես ասած, մեծ կյանք, այդ ամեն ինչը ինքը կունենա,
միգուցե դա հնարավոր լինի, բայց այն մարդիկ, ովքեր որ ծնվել են դիցուկ իմ սերունդը, ես ծնվել եմ 90-ականներին, շատ շատերը չեն կարողանա այդ գործիքակազմը սովորել եւ իրենց համար ամենահեշտ տարբերակը կլինի ձեռք բերել հավելված եւ լինել պաշտպանված։ Ուզում եմ այստեղ շատ կարեւոր բան կա նշենք, որ այստեղ ոչ թե ինքը ժամանց է, այլ ինքը անհատական անձնական անվտանգության հարց է, որտեղ մենք չնշեցինք, բայց մեդիա վտանգները նաև մարդու կյանքին են վտանգ հասցնում եւ թող թվացial 80-ականների դեպքը, որը դու հիշեցիր Ռուանդայում, մարդկանց մոտ տպավորություն չստեղծի, որ դա շատ հեռու է եղել եւ ժամանակային առումով եւ աշխարհագրական առումով ոչ, սիրելի հետևորդներ, այդ ամենը կարող է հենց վաղը սկսվել մեր մոտ, այլ կերպ բնականաբար մեր մոտ ցեղեր չկան, բայց մեդիա գրագետ պետք է լինել հենց այս պայից սկսած եւ պետք է ամեն մեկս մեր վրա աշխատենք, ինչ որ օրվա ընթացքում X ժամ տրամադրվենք կրթվելու, որտեղ կրթությունը այսօր լավ կյանքի գրավականն է։ Ինչպես արդեն տեսաք, սիրելի հետևորդներ, 21-րդ դարում մեդիագրագիտությունը ոչ թե ժամանակի պահանջ է, այլ կենսական անհրաժեշտություն։ Կրթությունն այսօր ոդկասթի տաղավարում մենք զրուցեցինք մեդիագրագիտության մասին։ Մնացեք մեզ հետ, բաժանորդագրվեք մեր ալիքին, բաց չթողնելու համար հաջորդ թողարկումները։ Կհանդիպենք։